իրականացվում եւ այդ ներդրումները ինչքանով են ազդում էլեկտրաէներգիայի մատակարարման որակի վրա, որտեղ բազմաթիվ բողոքներ ու դժգոհություններ կան էլեկտրաէներգիայի տատանումների, անջատումների հետ կապված, որոնք ազդում են հատկապես այն ձեռնարկությունների վրա, որոնք աշխատում են բարձր տեխնոլոգիաներով եւ որոնց սարքավորումները շատ զգայուն են այդ տատանումների եւ անջատումների հետ կապված եւ ինչ է անում նախարարությունը այդ ներդրումների արդյունքում, որպեսզի կորուստները, եթե չեմ սխալվում, էներգետիկայի ոլորտում կորուստները 13-14% է եւ այդ ներդրումները ինչքանով են անդրադառնում այդ կորուստների կրճատման վրա, որտեղ դրանից կախված է նաեւ էլեկտրաէներգիայի սակագները, որը վերջերս մենք ստիպված եղանք բարձրացնելու։ Շնորհակալություն, պարոն Մուշիկյան։ Իմ ներկայացրած ներդրումները, որոնք վերաբերում էին հիմնականում բարձրավոր էլեկտրացանցերին, դրանք միարժեքորեն նպատակաուղղված են էներգամատակարարման հուսալիության բարձրացմանը եւ էներգետիկ անվտանգությանը, եւ այստեղ կան օբյեկտիվ ցուցանիշներ յուրաքանչյուր ծրագրի արդյունքում, որքանով են նվազել անջատումների քանակը, որքանով են նվազել անջատումների վերացման տևողությունները եւ այստեղ բոլոր ցուցանիշները, բոլոր որակական ցուցանիշները միարժեքորեն հաստատում են այս ծրագրերի արդյունավետությունը։ Այլ բան է, որ շատ լուրջ ներդրումների կարիք կա բաշխիչ ցանցերում եւ ձեր ներկայացրած խնդիրները հիմնականում առնչվում են այդ բնագավառի հետ։ Դրանք իրականացվում են Հայաստանի էլեկտրական ցանցերի ներդրումային ծրագրերի շրջանակներում, բնականաբար որոշակի որակական ցուցանիշների բարելավում կա, բայց մենք դեռ շատ հեռու ենք ցանկալիից, այդ թվում կորուստների մասով, բոլորովին վերջերս մեր նախարարությունում մշակվեց էներգահամակարգում կորուստների նվազեցման հետ կապված լուրջ փաստաթուղթ, որը ներկայումս քննարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եւ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության հետ, որտեղ վեր են հանված կորուստների հիմնական աղբյուրները, պետք է նշեմ, որ դրանք բարձրավոր էլեկտրահաղորդման գծերում դրանք գտնվում են միջազգայինորեն ընդունված նորմերի սահմաններում, այսինքն երբեք չեն գերազանցում 2%-ը, շատ առանձին ռեժիմներում սխեմաների հետ կապված, բայց հիմնականում 1.6-2%-ի շրջանակներում են։ Այդ բաշխիչ ցանցերում կորուստները եւ տեխնիկական եւ առևտրային կորուստների մասին է այս փաստաթուղթը։ Մենք նախատեսում ենք առաջիկայում երևի առաջիկա 1 ամսվա ընթացքում հրապարակային քննարկում կազմակերպել նաեւ հասարակական կազմակերպությունների լրատվամիջոցների, որին կհրավիրենք ցանկության դեպքում նաև ազգային ժողովի պատգամավորներին եւ այս փաստաթուղթը նպատակաուղղված է ծրագրային ձևով կորուստների նվազեցմանը եւ էներգամատակարարման բարելավմանը որակական առումով հատկապես Հայաստանի էլեկտրական ցանցերում։ Այստեղ մենք ունենք իրոք խնդիրներ, այդ թվում նաև ընկերության մենեջմենտը բարելավելու առումով։ Պարոն Սիմոնյան, քանի որ դուք ինքներդ եք ոնց որ այսպես ասած սկսում բյուջետային քննարկումներից են կողմ գնալ։ Հիմա ես երկու հարցից եմ տալու, հետո Տիկին Բիշոյան է տալու։ Հետո պարոն Արծվիկ Մինասյան, ինձ թվում է այդ մեր հարցադրումներից հետո էլ ուրիշ մարդկանց մոտ էլ հարցեր առաջ գա։ Ես իմ գործընկերոջ հարցի շարունակությունն եմ ուզում ասել, նայեք, այսօր ոնց որ մեկս մյուսին շարունակություն ենք անում։ Այդ դուք ինձ ասացիք, դուք չեք ցանկանում, ասենք, նույն էներգետիկայի մասին օրենքում փոփոխություն կատարել, որ ասում եք այդ ներդրումային ծրագրերը հաստատման որևէ գործընթաց չունենք։ Սա հարց համար առաջին, որովհետև ներդրումային ծրագրերը հաստատվում, համաձայնեցվում է հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի հետ։ Հիմա դուք ասում եք, մենք ուզում ենք որակը լավացնել քաղաքականության եւ իրականացման համար պատասխանատվությունը կրում եք դուք։ Ներդրումային ծրագրերը ո՞նց եք դուք բանում, որ դուք դրա հետ կապ չունեք, դուք կարող խորհրդակցական այնպես ցես համաձայնեցնեն կամ չհամաձայնեցնեն։ Սա հարց համար առաջին։ Երկրորդ հարցը, անցած տարի մենք որ էլեկտրոէներգիայի ին բարձրացրեցինք, հիմնական 6 տարի, այս տարի, կարծեմ, ամռանը։ Հիմնական
հիմնական դրդապատճառներից մեկը նրա մեջ էր կայանում, որ ատոմակայանը 88 օր ավելի կանգն է, ով է պատասխան տալու մեխանիզմները։ Հարցս կոնկրետ եմ ասում։ Դուք սկսեցիք, մենք ասենք այդ առանձին քննարկում հատկապես, ինչի համար ատոմակայանը 88 օր ավելի կանգն է, որի համար մենք դրդապ ուրիշ տարբերակ չունենալով հանդերձ գնացինք ավելի թանկ էլեկտրոէներգիա, որը առաջ բերեց ֆինանսական ճեղքվածքին, որը վերջում անդրադարձավ որպես սագագին։ Հիմա այդ ատոմակայանը դուք եք ամենատիպս վերահսկողը։ Կա արդյոք որևէ մեկը, որ դրա համար պետք է պատասխան տա, թե ինչի համար 88 օր ավելի կանգն է։ Այս հարցս համար երկրորդ, որը որ դրա համար տարեցեք, տեսեք տիկին Բիշերն ասում է, ես իմ հարցերս իր հարցն եմ, ոնց աբերացա, միանգամից հորա, այսպես զգացողությամբ, էլի, հարցը բանավեցինք։ Սա երկրորդ հարցադրում է, երևի այսքանով սահմանափակում, որովհետև մենք բյուջետային քննարկումից այսպես դուրս են գալիս, որովհետև եւ նորից նույն հարցի վերջնական տարբերակը այդ ներդրումները ինչի համար որ ինքը ասում է Պարոն Մուշիկյանը բարձրացնում է, չէ՞ որ դրանք պետք է բարձրացնեն ոչ միայն հուսալությունը էներգետիկայի որակը, նաև վերջնական առումով այդ ներդրումների հետ կապված մի իրականացվող խնդիրը մեզ հնարավորություն տա տարանցիկ լինել եւ Վրաստանի հետ կապված։ Հիմա սկսվել է դրա շինարարությունը, որի մասին որ դուք ասացիք, դեպի Վրաստան գնացող նոր այս հնարավորությունների բանը, դա մենք նախատեսում ենք, մյուս տարի կոնկրետ ունենք դրա հետ կապված որևէ բան։ Խնդրեմ։ Շնորհակալություն, պարոն Այվազյան։ Ուրեմն, ինչ վերաբերում է նախարարության ենթակայության տակ գործող ընկերությունների, մասնավորապես բարձրավոլտ էլեկտրացանցեր ընկերության ներդրումային ծրագրերին, որտեղ եւ նաեւ Երևանի ջեկի ծրագրին, մյուս ծրագրերին, որտեղ նախարարությունը իրականացում է բաժնետիրոջ գործառույթները, բնականաբար սահմանված կարգով բոլոր այդ ծրագրերը ներկայացվում են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, հետագայում ներառվում են նաև սակագներում եւ այլն։ Ձեր ասածը վերաբերում էր Հայաստանի էլեկտրական ցանցերում իրականացվող ներդրումային ծրագրերին, որոնց հետ կապված գործառույթները իրոք ճիշտ եք դուք հիմնականում վերապահված են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ Մենք դրա համար այստեղ քաղաքականության առումով, իրականացվող քաղաքականության առումով ենք քննարկումներ կազմակերպում եւ որպես պետական կառավարման մարմին որոշակի պատասխանատվություն ենք գնում այդ քաղաքականության համար, այդ թվում ընդհանուր էներգահամակարգում կորուստների նվազեցման, էներգամատակարարման որակի բարելավման առումով։ Եվ այս քննարկումները, որի մասին ես ասեցի, հենց այդ քաղաքականության մշակման եւ այսպես համատեղ իրականացման շրջանակներում էր։ Ինչ վերաբերում է երկրորդ հարցին ատոմակայանի հետ կապված, գիտեք, որ եղել էր տեխնիկական խնդիրներ, որից ոչ ոք այսպես ապահովագրված չի, հավանաբար դեռ պլանային վերանորոգման աշխատանքները նախատեսելիս գուցե ինչ-որ բաներ հնարավոր էր կանխատեսել, չեմ կարող ես հիմա ասել, բայց կարող եմ մի բան հաստատել, որ դրանից դասել քաղելով մենք այս տարվա պլանային վերանորոգման աշխատանքները, որոնք ներկայումս ավարտական փուլում են գտնվում, հուսով ենք, որ պետք է ավարտվեն ճիշտ սահմանված ժամկետում, դա նոյեմբերի 11-ն է, եթե հաջողվի նույնիսկ 1-2 օր շուտ։ Այսինքն մենք այդ առումով որոշակի դասեր փորձել ենք քաղել։ Վրաստանի գծի հետ կապված այժմ ստորագրման փուլում է գտնվում Հայաստանի եւ Գերմանիայի Հայաստանի կառավարության եւ Գերմանիայի զարգացման բանկերի վարկի միջև վարկային համաձայնագիրը, որի շրջանակներում պետք է հատկացվի շուրջ ընդհանուր առմամբ 3 աղբյուրներից 105.5 միլիոն եվրո գումար եւ նախատեսում է 2015 թվականին արդեն սկսել այդ ծրագրի իրականացման առաջին փուլը։ Մեկ ամիս առաջ, մեկ-մեկուկես ամիս առաջ Գերմանիայում կայացան հայ-գերմանական միջկառավարական բանակցությունները,
որտեղ հայկական կողմը բարձրացրեց խնդիր 400 կիլովոլտ գծի առաջին շղթայի կառուցման ժամկետները նույնպես առաջ տեղափոխել եւ այժմ դա քննարկվում է, մենք հույս ունենք, որ դա կգա այդ առաջին փուլին զուգահեռ։ Ինչ վերաբերում է իրանական կողմի հետ իրականացվող ծրագրին, այստեղ մենք ակնկալում ենք, որ այսինքն նախ այդ հարցերը քննարկվեցին վարչապետի բոլորովին վերջերս Իրան կատարած այցի ընթացքում, այդ առումով այցը մենք գնահատում շատ արդյունավետ եւ հաջողված եւ մասնավորապես ձեռք բերեցին բոլոր պայմանավորվածությունները, բոլոր խոչընդոտները վերացված են եւ արդեն վերսկսվում է երրորդ գծի կառուցումը Հայաստանից դեպի Իրան, որի կառուցման ժամկետները առավելագույն սահմանված են 18 ամիս։ Եվ մենք հույս ունենք, որ եւ իրանական եւ վրացական ուղղությամբ այս ծրագրի ավարտին 17 թվականին մոտավորապես մենք երկու ուղղությամբ կունենանք բավական լուրջ ուժեղացված էլեկտրական կապեր մեր հարևան երկրների հետ։